Եկեք այսօր մի գրքի մասին պատմեմ, որը դուք շատ կսիրեք։ Այս վեպի գլխավոր հերոսը ազնիվ մի բժիշկ է, ում կյանքի ուղին մեզ ցույց է տալիս, որ 20-րդ դարի բժշկական համակարգը ոչ այդքան մաքուր գործունեություն ուներ։ Կան մասնագիտական մանրամասն նկարագրություններ, բայց դրանք ձանձրալի չէին, ավելին ասեմ, այդ հատվածները նույնքան հետաքրքիր էր կարդալ։ Այսօր խոսում ենք Կրոնինի միջնաբերդը գործի մասին։ Կրոնինի գիրը ֆանտաստիկ է, սկսած նկարագրություններից, վերջացրած երկխոսություններով։ Գիրքը մասամբ ինքնակենսագրական պատմություն է, որտեղ տեսնում ենք բրիտանական բժշկական համակարգի թույլ կողմերը ու բացահայտում ենք շատ գործող բժիշկների կաշառակերությունն ու անգրագիտությունը։ Բացի այդ, վեպը անդրադառնում է նաև հանքարդյունաբերական քաղաքներում աշխատողների ու նրանց ընտանիքների վատ ապրելակերպին ու համեմատում է դրանք հարուստ ու շռայլ լոնդոնյան կյանքի հետ։ Գործը ավարտելուց հետո համատեղ ընթերցանության խմբի հետ հասկացանք նաև, որ գրքում կա նաև երկրորդ շերտ, որը այդքան էլ հեշտ չէր նկատել։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կան կերպարներ, որոնք գրքին տալիս են քաղաքական ենթատեքստ, ու որոնք նաև բացահայտում են հենց Կրոնինի քաղաքական ու հոգևոր հայացքները։ Գիրքը միանշանակ խորհուրդ կտամ կարդալ։ Այն հետաքրքիր կլինի թե այն մարդկանց համար, որոնց համար գրքերում հետաքրքրում է սյուժետային գիծը, ու թե այն ընթերցողների համար, ովքեր գիրքը կարդում են գրքից ավելին ստանալու համար, ավելին, քան սյուժեն է։